Ես դա բոլորը Շատ լավ է, չէ։ Չէ, դրանով դու ֆոկուս չի կես, ես քեզ ասում։ Բա դասից փող ստանում ես, օգնություն։ Չէ, Բա ո՞նց ես ապրում։ այսինքն։ Ֆոկուս, արդյոք ֆոկուս։ Ֆոկուս է։ Ես նոր եմ Էսա ասում։ նույն մարդն էլ էսա տեղական։ Ես գիտեմ, վաղուց եմ, ես 50 Ես դրա համար ասում եմ, Ժողովուրդ ջան, գոնե ներքին զամբյուղը պետք է ապահովի։ Լավ, այդ որ կտրել է այդ գումարը, թող գա այդ գումարով ապրի, մի օր կարա ապրի։ Բայց գիշերը ո՞նց է քնում, էլ ուզում եմ հասկանամ։ Եթե մարդը շահույթ ունենա կողքից, եկամուտ ունենա, տղաներ մեծ փող աշխատեն, ես դեմ չեմ։ Բայց եթե մարդը միայնակ իր դոժակով, նորմալ մարդը գիշերը պետք է չքնի, որ այդ մարդը սոված է քնում, որ կարող է հուժման չի գնում, փողը չի բաղում։ Ես նորից եմ ասում, ժողովուրդ, մեղավորը դուք եք, ես հանգիստ եմ, ես այսօր անկախ սաղ մի կողմ դնել, ամեն ինչ թողել եմ, էլի եկել եմ իմ խոսքը ասում եմ, որ սիրտս ցավում է, ամենակարևորը Ժողովուրդ ջան, փողի չափսը չի, մարդու հարգանքն է, գործն է, որ մարդիկ ինչքան հիշեն, այդ մարդը միշտ ապրում է, սա է հիմնական մնայուն, տես Հիսուսի արձանը կառուցում եմ, Կողքի սարն էլ կառուցում եմ, Նոյան տապանն եմ կառուցում, որ դա մեր ազգին է տված, որ աշխարհին ասելու բան ունենանք, նորից Նոյան տապանի համար էլ թող տարեկան 1 միլիոն մարդ գա, շարժա լինելու, աշխուժություն է լինելու, հաստատ համոզված լինեք, փոփոխություն է լինելու, լավ փոփոխություն, զարգանալու է, ծաղկելու է, դուք եք լավ ապրելու, փող եք աշխատելու, մի բան ստեղծելու եք, զբաղվելու եք, այդ բոլոր մարդիկ պետք է ստեղից օգտվեն, գան ներդրում անեն, այնպես որ հույսներ հետ մի կտրեք, անհնարին ոչինչ չկա, կարևորը դուք հավատացեք ձեզ, ձեր քայլին, որ դուք ձեր գնահատականը հինգ նշանակեք, ես ասում եմ, ես չեմ ասում, մատրոսովն եք գնացեք, այլ հանգիստ, չեմ ընտրելու ոչ մեկին, որ շատ ասա քեզ եմ ընտրելու, թող, բայց գնա, քու ոգին ինչ թելադրում է, մասակցեք, մտեք ընտրությանը, գնացեք ձեր, ոչ մեկին մի ասեք, այսօր պարզա խիստ է, այսա պարետը կգա, միլիցեն գա, թաղայինը կգա, Ծառուկյանի հետ ինչ կապ ունեք, հենա մեր պարետներից տարածքից քանի 20-30 հոգու գործից հանել են, իրանք իմ հետ կապ չունեն, բայց հերը, հոպարը, աները, հերը իմ հետ 30 տարի աշխատում աշինա արձնում, բրիգադինա, ատեստացիան անցած կապիտան տղա, դիմում գրի գնա, գիտա մարդկություն, ասեք, մարդը հազարլա չոտկել աշխատում է, բայց հերը իմ հետ աշխատող մարդը, իմ շինարարն է, դիմում գրեք, արդեն 30 քանի դեպք հանել են, կարևորը ով ինչ արել է, պատասխանը տալու է, Աստծո առաջ է տալու, իր խղճի առաջ է տալու, Աստված վերևից նայում է, ով ինչի արժանը նրան արժանացնում է։ Տատս միշտ ասում էր, բարի մարդ, որտեղ գնաս, չորը թող կանաչի, փակ դռները բացում։ Մեծական բոլոր ասածները իրականություն են, բարի եղեք, կամեցող լինեք, ով իրար չի խոսում, բարիշեք։ Մենակ չի ներվում դավաճանությունը, թե չեն մնացածը, սաղ այսօրվանով ներեք։ Ու արձանի կառուցումը հիմնական նպատակը մեր ազգային վերածնունդի ներքին հաշտության համերաշխության խորհրդանիշն է։ Գցեք ջուրը թե մի կարող է մի բառ ավել, պակաս, դա պետք է չլինի թշնամանքի ատելության։ Բարիշեք, կամեցեք, Աստված ձեզ համ դուր կբացի, համ չորը կկանաչացնի, համ փակ դռները կբացի։ Ընկերս ասում է Ծառուկյան, սաղ ուզում ենք ես տնան դու հովին գայ, սաղ աշխատում են։ Հովին մենակ գալով, բայց մի 20 տեղ պետք է գնամ, այսօր այսքան տեղ կարևորը քանակը չի, կարևորը որակն է։ Իմ ասածներն էլ փոխանցեք բյուրեղավանցիներին, ձեր հարևաններին, ձեր բարեկամներին, ասեք այդ մարդ էս էր ասում։ Որից ինչ գեղեցկուի, թակուի, արի մի հատ նկարվենք, արի։ Էլի նկարվեք, դե առանց